Կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ձեր քննարկմանը ներկայացված պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքում նախագծի համաձայն զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի վարչության սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ ու վարձատրության գործակիցներ։ Արևմտյան պետությունների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի, բանակային ուղղությունների եւ շտաբային սերժանտների պաշտոնների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունը եւ ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Խնդրում եմ հավանության արժանացնել։ Շնորհակալություն։ Հարցեր հիմնական զեկուցողին Գեղամ Մանուկյան խնդրում։ Պարոն Սարգսյան, իհարկե մենք աշխատանքային կարգով օրերս գլխավոր շտաբ պետերակալ գեներալ Երոյանի հետ շատ մանրամասն քննարկել ենք, դրա համար շատ հարցերի կարիք չկա, ուղղակի քանի որ նիստը հրապարակային էր, մի հարցի շուրջ էր ուզում որ պարզաբանում տայք, խնդրել էի ճշտել պարոն գեներալից, թե Այդ իրականում բարեկային ծառայություն առանց ատեստացիայի շատ բարձր վարձատրվում է եւ հարաբերական զինված ուժերում շփումների զինծառայողների շատ-շատերը, ովքեր նաեւ մարտական հերթապահություն են իրականացնում, այդ խայտառակ անհավասարությունից շատ դժգոհ են։ Հիմա սերժանտական ինստիտուտի ներդրման դեպքում սերժանտի աշխատավարձի չափը որքան է լինելու եւ արդյոք հավասարազոր է լինելու պայմանական ասեմ բարեկային ծառայողի աշխատավարձին, որ նաև մի քանի մարդիկ պատկերացնեն։ Շնորհակալություն, ես թվերը հնչեցնեմ, համեմատությունը ես չեմ կարող ասել, որտեղ տեղյակ չեմ, թե բարեկային ծառայողները որքան են ստանում։ Տեսեք, մեզ մոտ կան խմբեր, այսինքն հստակ մեր պաշտոնները դասակարգված են խմբերով։ 7-4 խմբի սերժանտի համար նախատեսված է նվազագույնը 222,000, իսկ ատեստավորվելու պարագայում կկազմի 400 մոտ, ես մոտ եմ ասում, մոտ 490,000 դրամ։ 9-8 խմբի սերժանտի համար նվազագույնը 362,000, ատեստավորվելու պարագայում կկազմի շուրջ 630,000 դրամ։ Իսկ 9 խմբի համար մոտ 400,000, ատեստավորվելու դեպքում կգերազանցի 670,000 դրամ։ Եկ, ելույթումս կանդրադառնամ, սերժանտ ենք պատրաստում, պետությունը գումար է ծախսում, դասընթացներ, ամիսներով դասընթացներն անցնում են։ Եթե այդքանից հետո պետությունն ասում է մի հատ էլ ատեստացիա հանձնի, ուրեմն նշանակում է այդ ուսումնական ծրագիրը թերի է կատարվել։ Այսինքն ո՞րն է տրամաբանությունը, երբ որ հատուկ ծրագրով սերժանտների պատրաստման այդ ամբողջ գործընթացը տեղի է ունենում, դրանից հետո դեռ կասկածում ենք, թե այս սերժանտը, որին վստահվելու է ընդհանրենք դասակի հրամանատարությունը, բաշտի սերժանտ, գումարտակի, դեռ կասկածում ենք, ասում ենք արի ֆիզո հանձնի, արի կրակային հանձնի։ Խնդրեմ։ Պարոն Մանուկյան, տեսեք, նույնիսկ չատեստավորված սերժանտը կարծում եմ 400,000 դրամ աշխատավարձը, որը ես նշեցի, բավականին սերժանտի հաստիկ զբաղեցնող զինծառայողի համար բավականին շոշափելի աշխատավարձ է։ Եվ ատեստավորման process-ը ինքնին իրեն ավելի ձգելու է, ավելի նպատակաուղղելու է դեպի իր գործառույթների ավելի լիարժեք իրականացմանը եւ կարծում եմ, որ նվազագույն շեմը 400,000, 362,000 դրանք փոքր աշխատավարձեր չեն սերժանտի կոչումով զինծառայողի համար եւ սա մի խթան է հանդիսանալու, որպեսզի ինքը եւ որակական փոփոխությունների ենթարկվի եւ նաեւ իր ֆինանսական վիճակը բարելավի, որտեղ 400,000 եւ շուրջ 700,000, 675,000 դրամի մասին է խոսքը։ Դա քիչ չէ ըստ ինձ։